Էնդոմետրիոզի ախտորոշման մեջ ոսկե ստանդարտը սոնոգրաֆիան է ու լապարոսկոպիկ ախտորոշումը, բայց ցավոք սրտի սոնոգրաֆիայից հետո միջև վիրահատություն MRT չի արվում ու փոքր օջախները կարան բաց թողնեն։ Մեր պացիենտը 40 տարեկան կին է, որը արդեն մի անգամ վիրահատվել է էնդոմետրիոզի հետ կապված, վիրահատել են ձվարանի օջախ եւ փափուկ հյուսվածքների, իր մոտ եղել է փոքր կոնքի ցավեր, որը ուժեղացել է դաշտանի ժամանակ, վիրահատելուց հետո այս պահին ինքը գրեթե գանգատ չունի, բայց մենք պլանային հետազոտում ենք, որ հասկանանք ունենք ռեցիդիվ թե չունենք։ Շատ ժամանակ հիվանդները գալիս են MRT-ն հետազոտել, բայց ոչ թե փոքր կոնքը, այլ կոթկասրբանային հատվածը, որտեղ ունեն ողնաշարի ցավեր ու փոքր կոնքի ցավեր, որը մտածում են կապված է ճողվածքի հետ, բայց ցավի պատճառը կարող լինի փոքր կոնքից, կարող լինի նույն էնդոմետրիոզը, որը եթե արգանդի մեջ է կոչվում ադենոմիոզը, հա, կամ եթե ինքը ձվարանի կողմն է, արդեն գինիտալ արտաքին էնդոմետրիոզը։ Շատ պատահաբար է հայտնաբերվում այդ հիվանդությունը, հետազոտվում են 10 տարի, չեն հասկանում խնդիրը որտեղից է գալի։ Մենք կարանք հետազոտենք փոքր կոնքը օրինակ օնկոլոգիայի հետ կապված ու տենանք, որ կինը էնդոմետրիոզը ունի, որտեղ էնդոմետրիոզը կարող է եւ առանց գանգատների լինի։